Փողոցից է սկսվում փոփոխությունը։ Այսպես են մտածում ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն ու Հայաստանում փոփոխության ձգտող բոլոր մարդկանց հրավիրում Ազատության հրապարակ ապրիլի 11-ին։ Եթե մեր քաղաքացիները ուզում են փոփոխություն լինի եւ եթե նրանք անհամաձայն են այն ամենի հետ, ինչ հիմա տեղի ունենում Հայաստանում, ապա նրանք կարող են միանալ մեզ եւ ես կարծում եմ, որ այս պայմանությամբ մեր նման քաղաքացիների թիվը շատ մեծ է։ Բազմամարդ է լինելու հրապարակը, վստահ է կուսակցության անդամ Աշոտ Ֆարսյանը, որովհետև իր խոսքով Հայաստանում մարդկանց մեծամասնությունը համաձայն չէ այն իրադարձություններին, որ տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ժամանակ։ Մենք ուզում ենք վերջ տանք այն պառակտվածությանը, որ կա մեր երկրում եւ ուզում ենք մեր երկրում միասնություն լինի, ուզում ենք լինի միասնություն արժեքների շուրջ։ Չնայած Սամվել Կարապետյանի թիմակիցների վստահությանը, ՔՊԱ-ականներն ու նրանց մերձավորները պնդում են, թե Սամվել Կարապետյանը աջակիցներ չունի եւ շաբաթ նախատեսվող հանրահավաքին ոչ մի քաղաքացի չի միանալու։ Նրանք այդ կարծիքը հայտնեցին մի քանի օր առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների ինքնաբուխ ակցիայից հետո։ Թե հարցումները, թե այն մեր մարզային այցերը մեզ ցույց են տալիս, որ մեր աջակիցների թիվը փոքր չէ եւ շատ մեծ է, շատ ավելի մեծ, քան մեր իշխանականները պատկերացնում են։ Ինչ վերաբերվում է այդ օրվա հավաքին, դա ընդամենը փոքրիկ ինքնաբուխ ակցիա էր, միտված չէր նրան, որ ցույց տար, թե ինչքան աջակիցների մեծ թիվ ունենք մենք, իսկ մեր իշխանականներին խորհուրդ կտայի իրենք մի հատ փորձեն ինչ-որ ակցիա կազմակերպել եւ տեսնել ինչքան մարդ կմիանա առանց իրենց վարչական ռեսուրսի չարաշահման եւ նմանատիպ բաների։ Շաբաթ Ազատության հրապարակում ժամը 5-ին կուսակցության անդամները մարդկանց պատմելու են իրենց նախընտրական պլանների, հետագա քայլերի մասին։ Ցույց են տալու ինչպես է հնարավոր Հայաստանում անել փոփոխություն ուժեղ տնտեսությամբ, երկարաժամկետ խաղաղությամբ։ Լիլիթ Գասպարյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, 100։